իրականացրած վրեժը այսօր արտահայտվում է օրինակ հակակոռուպցիոն դատարանում ապօրինի քրեական գործեր կարելով, կարկատելով ու փորձելով այդ մարդկանց ուշադրությունը ամբողջությամբ շեղել եւ սևեռել այս հարցերի վրա։ Ակնհայտ է, որ ինքը դա չի հաջողում, որովհետեւ որքան էլ փորձել են հանրապետականների նկատմամբ, նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ կարկատած քրեական գործերով շեղել պետականության առաջ ծառացած խնդիրներով զբաղվելուց իրենց չի հաջողվել եւ այսօր էլ իհարկե այս ամեն ինչը տասնապատիկ ավելի մեծ արձագանք է ստանալու Նիկոլենց կողմից, ավելի մեծ ուշադրության է արժանանալու, որովհետև հունիսի 7-ը առաջիկայում պիտի արվի ամեն ինչ, որպեսզի այս նույն տրամաբանության մեջ ոնց որ քրեական գործերն են կեղծում, կեղծվի նաև հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները։ Հենց այսօր այս դատական նիստի առկայությունը Նիկոլի գործողությունները միջամտություն են հենց ընտրական process-ներին եւ ընտրական գործընթացներին։ Տիկին Մկրտչյան, այս իշխանությունները միշտ հմկահարում են, որ մենք ժողովրդավարության բաստիոն ենք, ազատ անկախ ընտրություններ են տեղի ունենալու, օրինակ ընդդիմադիրները ազատ են իրենց խոսքում, չնայած տեսնում ենք բազմաթիվ քաղբանտարկյալների արկայության մասին աննախադեպ, բայց կուզեմ նաեւ անդրադառնանք նրա մասին, որ արդեն միջազգային զեկույցներում են բացահայտ ասում, որ մեր դատական համակարգը այնքան էլ բարվոք վիճակում չի գտնվում, դա մեղմ ասած։ Միջազգային զեկույցները այո պարբերաբար եւ մենք էլի կկեղծենք, եթե ասենք, որ նոր են սկսել եւ 23 թվականին եւ անգամ 21 թվականին խոսել են արձանագրել են հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում կա կախյալ դատական համակարգ, կա քաղաքականացված քրեական գործեր, իրենք իհարկե այս ամեն ինչը արձանագրում են հանուն իրենց կանոնադրային նպատակների, բայց պետք է նաեւ անկեղծ մեր ժողովրդին ասել, որ հույսը դնել միջազգային կառույցների արձանագրումների վրա պետք չէ, որտեղ իրենք չեն գալու ուղղեն Հայաստանում քաղաքական իրավիճակը, իրենք չեն ուղղելու Հայաստանում դատական համակարգի կախյալությունը կամ որևէ կերպ չեն խոչընդոտելու Նիկոլին այս ոստիկանապետություն ստեղծելու մեջ։ Այդ ժողովրդավարության շրջանակներում եւ ժողովրդավարությունը որպես գերական նպատակ հռչակած միջազգային կառույցներն ու դերակատարները նաեւ միջազգային քաղաքականության մեջ նաեւ չեն արձանագրելու այն հանգամանքները եւ չեն փոխելու այն հանգամանքները, որ Նիկոլին քննադատող Հայաստանի քաղաքացին աշխատանքից ազատվում է, որ Նիկոլին մասին քննադատություն գրող քաղաքացին Facebook-ում սոցիալական հարթակներում կամ իր քաղաքացիական դիրքորոշումը այլ կերպ արտահայտելով կալանավորվում է, ծեծի է ենթարկվում։ Արմեն Գրիգորյանը իր քաղաքացիական դիրքորոշման արտահայտման արդյունքում դատանում սպանվեց ապօրինաբար կալանքի տակ գտնվելուց հետո։ Այս ամեն ինչի ուղման բանալին, լուծման բանալին Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, բացառապես մեր դիմադրությունը եւ իրավական իմաստով ինքնապաշտպանությունն է այս ամեն ինչի լուծման բանալին տալու։ Այն դատարանը, որտեղ մենք հիմա կանգնած ենք, արտակարգ ստեղծված դատարան է, ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի ցանկությունները դակելու համար։ Սա փոխելու է միջազգային կառույցներ, չէ, չեն փոխելու միջազգային կառույցներ եւ իհարկե Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ հայկական ինքնությունից, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքից մի փոքր զիջելու է էլի մնալու իր աթոռին։ Մենք այս շղթան պիտի կտրենք եւ այս շղթայի կտրելու եւ այս շղթայի դեմ պիտի լինի պայքարը եւ հիմա եւ հունիսի 7-ին եւ իհարկե հունիսի 7-ին հաջորդող ժամանակահատվածում։ Օրինակ այս իշխանությունները փակուղու առաջ են կանգնեցնում մեր հասարակությանը, ասելով, որ եթե մեզ չընտրեք պատերազմ է լինելու, եթե ընդդիմադիր ուժերին ընտրեք, պատերազմ չի լինելու, եթե մեզ եք ընտրում, եթե ընդդիմադիրներին պատերազմ է լինելու։ Բացի դրանից տեսնում ենք, որ թուրքական եւ ադրբեջանական կողմը իրենց բացահայտ սատարումն են հայտնում այս իշխանություններին։ Օրինակ սա ինչպես պատկերացնի, հա, քաղաքացին։ Նիկոլ Փաշինյանի հովանավորները, այո, Թուրքիան եւ Ադրբեջանն են, բացարձակ հովանավորներն են, ռեսուրսների զրո սահմանափակում ունեն, ինչքան պետք եղավ Նիկոլին եւ ինչ ռեսուրսներ եւ ինչ միջոցներ պետք եղավ, այդպես էլ կանեն։ Պետքա սահմանային լարումներ, դա կսանձազերծեն, պետքա խաղաղություն խաղալ, դա կխաղան, պետքա այսօր ապրիլի 24-ից առաջ պայթեցնել Արցախում մեր սրբավայրերից, մեր եկեղեցիներից մեկը դա էլ կանեն, մեզ ընկճելու համար, մեզ առավել ծաղրելու համար, ամեն ինչ կանեն եւ գիտեք սա նորություն չի, 18 թվականին էլ Նիկոլին ասում էին, որ իրենց ռեսուրսներով է եկել իշխանության, այն ինչ որ տեղի ունեցել Հայաստանում Ալիևն ասում էր, որ իր ռեսուրսների եւ իր օգնությամբ է եղել, 2020 թվականին, երբ որ հայ ժողովուրդը դուրս էր եկել փողոց, Թուրքիայից եղավ Նիկոլին աջակցությունը, որ հանգիստ նստեք տեղերը, նույն բառապաշարով, նույն սպառնալիքի լեզվով, նույն իրական անվտանգության նկատմամբ ուղղված սպառնալիքներով Նիկոլին ուզում են այստեղ պահել իշխանության, որովհետև ոչ թե Նիկոլը բերել է խաղաղություն, ինչպես ինքն է ձևակերպում, այլ Էրդողանի եւ Ալիևի համար ամենաբաղձալին է բերել։ Էրդողանի եւ Ալիև, այսինքն Թուրքի եւ Ադրբեջանի շահը բերել է Երևանի կենտրոն, Հայաստանի կենտրոն։ Եվ սա նաեւ նշանակում է, որ նրանք
վախ են հրահրում մեր պոտենցիալ ընտրողների նկատմամբ եւ իրենց եւ ընդդիմադիրների Այո, այն պարզ տրամաբանության մեջ որ հանգիստ վերընկեք տեղները, Հայաստանի քաղաքացիների Նիկոլ ասում է հանգիստ վերընկեք տեղները, թե չէ կկալանավորվեք, թուրքն ու ադրբեջանցիներն ասում են դուք եթե մեր Նիկոլին կպնեք, մեր Նիկոլին հանեք Երևանից իր աթոռից, ուրեմն կլինի այն ինչ որ կլինի, այն ինչ որ բոլորդ չեք ցանկանում եւ վախենում եք, բայց ակնհայտ է, չէ՞ որ Հայաստանում սպառնալիքը Նիկոլն է, Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիքը հայ ժողովրդի դեմ Նիկոլն է եւ իր միջոցով է իրականացում հակահայկականությունը։ Կտրելով այս շղթան, անհրաժեշտ նվազագույնը ունենալով, այսինքն Նիկոլի փոխարեն հայկական իշխանություն ձևավորելով, մենք տասնապատիկ նվազեցնում ենք պատերազմի հնարավորությունը, տասնապատիկ նվազեցնում ենք հակահայկականությունը աշխարհում եւ տասնապատիկ նվազեցնում ենք այն հանցագործությունների հնարավորությունը, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կիրականացնեն Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի դեմ։ Շնորհակալություն։ Զրուցում ենք